Всё. Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքում հարցազրույց է եւ մեր այսօրվա հյուրն է իմ լավ բարեկամ քաղաքագետ Արման Ավագյանը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից։ Բարև ձեզ, պարոն Ավագյան, ուրախ եմ ձեզ տեսնել այս ալիքում, ձեր առաջին հարցազրույցն է։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ հուսով եմ, որ վերջինը չէ։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ բարի երթ եմ մաղթում ձեր այս ալիքին, որը ըստիս շատ կարեւոր միսիա ունի իր առջև դրված եւ համոզված եմ ձեր գլխավորությամբ կատարելու է հինգուխաչի եւ մաղթում եմ, որպեսզի այն տարածվի ինչքան հնարավոր է շատ հեռուստադիտողների մեջ եւ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Շնորհակալ եմ, պարոն Ավագյան։ Եվ ուրեմն, մինչ մենք կսկսենք պարոն Ավագյանի հետ մեր քննարկումը եթերում, խնդրում եմ բաժանորդագրվեք Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքին սեղմեք զանգակը, որ տեղյակ լինեք մեր թողարկումներից, ձեզ ծանոթում կգա այդ դեպքում եւ դուք տեղյակ կլինեք, մեկնաբանեք ակտիվորեն, այս ամենը անհրաժեշտ է մեր ալիքի առաջխաղացման համար, մենք աշխատում ենք ձեզ համար։ Եվ ուրեմն, պարոն Ավագյան, ես գիտեմ, մենք վաղուց ճանաչում ենք իրար, դուք ապրում եւ աշխատում եք Ֆրանսիայում, բայց ուշի ուշով հետևում եք Հայաստանում թե ներքին, թե տարածաշրջանային, թե միջազգային անցուդարձին եւ տեսնում եք, որ Հայաստանը մտել է իր հարաբերությունները ճշտելու փուլ Ռուսաստանի հետ, թե երկկողմ, թե ԵԱՏՄ շրջանակներում, նաեւ դինամիկ փուլի մեջ է մտել մեր այդ ճգնաժամը Ռուսաստանի հետ։ Հայաստանի վարչապետն ուղիղ տեքստով ասաց, որ իրերի այսպիսի դրությունը, որը կա մեր ճգնաժամ, չի կարող հավերժ տևել, հատկապես մեր երկաթուղու այդ կոնցեսիոն կառավարման հարցում, երբ ՌԺԴ-ն վերածվել է ուղղակի մի տոքսիկ բեռի դրված Հայաստանի մեջքին, հա, եւ հայտնի չի թե հանուն ինչի մենք դա պետք է տանենք եւ ճուլանից մնանք այսպես լավագույն դեպքում կիսաչուլը։ Եվ ուրեմն դուք ապրում եւ աշխատում եք Ֆրանսիայում, որը ունի լավագույն երկաթուղային ցանցը, որում թե տեխնոլոգիապես հագեցած, միայն ասենք այդ TGV-ն բավարար է, հա, այդ նման համարում ունենալու համար եւ ամբողջ Ֆրանսիան իր տեղ կա հարթավայրերով կամ իր բարդ ռելիեֆով, բայց այնուամենայնիվ ծածկված է երկաթուղային ցանցով եւ երկաթուղին, ասենք, ի տարբերություն Միացյալ Նահանգների դինամիկ զարգանում է եւ շատ կարեւոր ենթակառուցվածքային մի համակարգ է Ֆրանսիայում։ Հիմա Հայաստանում եկել է ժամանակը, որ մենք մեր երկաթուղին, որտեղ արագությունները ոչ թե TGV-ի են, այլ ավանակի արագություն է, հա, մինչև 50 լավ դեպքում 60 կմ/ժ, դրանից ավել արագություն բացելու շուռ կգա շարժը կազմը եւ ժամանակն է այն վերակառուցել։ Դուք գիտեք Ֆրանսիայի հնարավորությունները, հենց այդ համատեքստում ինչ դիտարկումներ ունեք այս փուլում եւ ինչ իրատեսական ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը, համեցեք պարոն։ Այո, տեսեք, շատ կարևոր է այստեղ մատնանշել, որ այս ամբողջ գործընթացները, որպես նախաբան, հա, այս ամբողջ գործընթացները, որոնք մենք համարում ենք, որ կարող են բնտել են, այսպես ասենք, շատ ինչպես դուք նշեցիք, դինամիկ փուլ, այս բոլոր գործընթացները ես դրա համար շատ կարևոր էր Հայաստանում գտնվել այդ նախընտրական ողջ ժամանակահատվածում, ես կանխազգալով այդ բոլոր վտանգները, որովհետև այդ վտանգները կային, բայց միևնույն ժամանակ պետք է դրանք
այդ վտանգները պետք չէր էլի շատ ավելին համարել, քան կային եւ փորձել մեր հայրենակիցներին ընդամենը տալ փաստեր եւ ընդամենը սառնասրտությամբ այս ամբողջը դիտարկել եւ այդ բլեֆային շատ գործընթացներ, որոնց Ռուսաստանը բավականին սովոր է եւ որոնք նա փորձում է կիրառել եւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի բան դրանից դուրս չի գալիս արդյունքում, դրանք այդքան կարևորություն չունեն։ Հիմա գալով RGD-ի այդ նույն հարցի վերաբերյալ, որը փուլային, հա, այնտեղ սկսվեց այդ ամբողջը Միրգ բանջարեղենային սանկցիաները եւ մնացածը, որովհետեւ ի հակազդումը դրա նաեւ ունենք մենք այդ RGD-ի հարցը, փողը նախապատրաստվում է ինչ խոսք, որովհետեւ վերջո ազգային ժողով ուղարկված այդ ես դրանց կոչում եմ Մոսկվայի կոմիսարները, այդ 41 կոմիսարները Մոսկվայի մի փոքր տեսպես պատմական ակնարկով եթե գանք, չնայած նրանք բոլշևիկների հետ նման չեն, բայց վերջո միտքը դա է, այդ մարդկանց համար պարարտ հողեր են միշտ չէ, հարկավոր պասերով, որպեսզի նրանք կարողանան այստեղ էքսպլուատացնել, դրանք կոչել տրիգերներ, այդ բառը լավ սովորել է այդ օլիգարխը եւ փորձել ժողովրդին ոտքի հանել, ինչպես դա կարողացավ անել մի տերտեր, մի պահ, հա, մի օրով եւ հավատալ, որ դա հնարավոր է։ Հիմա ենթակառուցվածքային առումով ես այս ամբողջը ինչու եմ այսպես մի տեսակ բուլգարիզացնում եւ թեթև ձևով ասում, որովհետեւ դրանք բոլորը գործընթացներ են Ռուսաստանի վարած, որոնք այսպես ասենք այսօր նրանց խնդիրներ ստեղծելու նույնիսկ այդ հնարավորությունը շատ փոքրացել է, որտեղ նրանք լուծումներ չեն ստեղծում։ Ռուսաստանը լուծումներ այսօր չի ստեղծում գլոբուսի մակարդակում վերջին մի քանի տասնամյակներում առնվազն նրանք ոչ մի լավ պոզիտիվ արժեք մարդկության համար չեն ստեղծել, որովհետեւ մենք կարողանանք դրա մասին խոսել։ Եվ դա նույն ոգով շարունակվում է, որովհետեւ իրենք ի սկզբանե սոֆթի խնդիր ունեն, այդ ծրագրի խնդիր ունեն, նրանք ապրում են ուրիշ հասարակությունում, ապրում էին սովետական հասարակությունում, դա զարգացվեց, եկավ, հասավ առօրյա մեր այսօրվա պոստսովետական հասարակությունում, բայց Ֆելիքս Ձերժինսկու ոգին մնացել է, Ստալինի շտամպը տպվել է, չէ, այդ ամբողջը կա եւ այդ ամբողջը պահպանելով հանդերձ նրանք միայն վնասելու ինչ որ քաղաքականությամբ են առաջնորդվում։ Հիմա ինչ խոսք, այն ինչ որ դուք մատնանշեցիք Եվրոպայի, մասնավորապես Ֆրանսիայի երկաթուղիների հետ կապված, բնականաբար Ֆրանսիան լիդերն է նաև ու շատ հետաքրքիր, որտեղ կարող ենք համեմատել Գերմանիայի հետ, շատերը ասում են գերմանական այդ ճշտապահությունը եւ այլը, այդպիսի բան չկա։ Գերմանական երկաթուղիները միշտ ուշանում են, միշտ այնտեղ ժամացույցի ժամանակային խնդիր կա ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ եթե հնամաշ են նրա երկաթուղիները, բայց գնացքաշինության մեջ բացառիկ լիդեր է, Alstom ֆիրման բացառիկ լիդեր է եւ համոզված եմ Հայաստանին պետք եղած դեպքում այդ օգնությունը ցուցաբերելու է։ Հիմա այստեղ խնդիրը պետք է ուղղակի դիտարկենք, թե ինչքանով մենք կարող ենք այդ հարցին տալ արագ լուծում, եթե այդ արագ լուծումը կա, թե արդյոք սա վերջո այն հանգամանքն է դառնալու, որ Ռուսաստանը օգտագործելու է ամեն կերպ թրիփը մխտերելու համար, եթե կարելի այսպես ասել, եւ հետաձգելու, չկայացնելու, որովհետեւ պարզից էլ պարզ է այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի այդ խաղաղության գործընթացը ունի ոչ միայն երկու շահառու, այսինքն մեր երկու այս պետությունները, այլ նաեւ տարածաշրջանային եւ այսօրվա իրադարձություններից դատելով նաեւ աշխարհաքաղաքական միջազգային կարևորություն, որովհետեւ այս խաղաղության հետևանքով շատ կոնկրետ ճանապարհ է բացվում
այլընտրանքային եւ հուսալի Չինաստանից Միջին Ասիայով դեպի Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ չօգտագործելով մոնոպոլիզացված Ռուսաստանի անհուսալի ուղիները եւ բնականաբար սա ավելի քան ակնհայտ է որ Ռուսաստանը պետք է ամեն կերպ փորձի տապալել ուրիշ բան է արդյոք նա այն գործիքակազմը որի մասին կարող է խոսել որը կարող է աշխատացնել հա թե տանեն միանգամից Մոսկվայից թե այս մեր 41 հոգու ներդրված պատգամավորների միջոցով եւ նրանց ամբողջ ցանցի դա արդեն քննարկվելու թեմա է համենայն դեպս մոբիլիզացնելու են բոլոր ուժերը ես հավատացած եմ որ այս գործը տնտեսական հարթության վրա է եւ այս տնտեսության հարթության վրա եթե խոսենք Ռուսաստանը մեղմ ասած չունի դրա հնարավորությունները կռվելու երբ որ վարչապետ Փաշինյանը խոսում է 2 միլիարդ դոլար պահանջել պատկերացրեք նրանց ուղեղում այդ 2 միլիարդը ինչեր կարող էր փոխել իրենց երկրում որ չունեն որ կարողանան փոխել Պարոն Ավագյան, այս հարցը նաև սերտորեն կապված է խաղաղության գործընթացի հետ, որը դուք արդեն հիշատակեցիք, որովհետև քանի կա երկաթուղային կոնցեսիա ռուսական, ապա Ռուսաստանի մոտ միշտ այսպես վառ է մնալու հույսը, որ նոյեմբերի 9-ի, 20 թվականի նոյեմբերի 9-ի այդ համատեղ հայտարարության տխրահռչակ 9-րդ կետը այնուամենայնիվ Ռուսաստանը կարող է ինչ-որ ձևով առաջ տանել եւ իր վերահսկողությունը պահել։ Բացի դրանից, այդ կոնցեսիոն կառավարմամբ է պայմանավորված Ռուսաստանի այսպես ազդեցության լծակը Հայաստանի այդ փոխկապակցվածության ձևավորման գործընթացի վրա։ Հայաստանը փորձ չունի երկաթուղաշինարարություն։ Այդպես է ստացվում։ Մենք չունենք երկաթուղաշինարարական որևէ կազմակերպություն։ Ռուսաստանն էլ, որ կոնցեսիոն կառավարիչն է, այդ կցորդման այդ հատվածները, որ պետք է կառուցել, հրաժարվեց կառուցել նաև օբյեկտիվ պատճառներով, որովհետև ՌԺԴ-ն ըստ էության բանկրոտ կազմակերպություն։ 50 միլիարդ դոլարի անցք կա այդ կորպորացիայի ընդհանուր հաշիվներում, որովհետև Ռուսաստանը եթե մինչ այդ կապը ուղղակեր ուղիղ Չինաստանով, Չինաստանից դեպի Եվրոպա, հիմա վերածվել է մի հատ մեծ կույրաղիքի։ Այո։ Համեցեք։ Պարոն Մերաբյան, դուք ինքներդ տեսեք, մատնանշում եք այդ պարտքերը, որ նա ունի այդ ՌԺԴ-ն, չէ՞։ Դուք Այսինքն ես այսօր նույնիսկ եթե կան դրա լուրջ ռիսկերը, ես չեմ համարում դա լուրջ խնդիր մեր համար ինֆինե, վերջում, հա, վերջո այդ խնդիրը ֆինանսական բնույթ է կրում։ Եվ այստեղ է որ Ռուսաստանը շատ թույլ դիրքերում է, որովհետև ուժը այստեղ ինչին է, որտեղ է կիրառվելու արդյոք, ասենք Ռուսաստանը իր միակ գործիքը, որ կարող է արտահանել ամբողջ աշխարհում, դա վախն էր։ Միջև այն պահը, որ Թրամփը ասեց paper tiger, չէ՞։ Միջև այդ պահը, եթե timing-ը sense վերցնենք, թղթե վագր, այո։ Թղթե վագրը, որը այսօր հողի վրա հնարավորություն է տվել Ուկրաինայի նման երկրին դառնալ դրոնային համակարգի համաշխարհային լիդեր։ Ասենք ինչ հետաքրքիր է, չէ՞, կյանքը, եւ դա փաստ է։ Հիմա մի երկիր, որը 30 տարի շարունակ ունենալով աշխարհի անսպառ հնարավորություններ եւ ընդեք եւ չկարողացավ ինդուստրիալիզացնել այդ երկիրը 30 տարվա ընթացքում, այլ ընդամենը կթեցին եւ սնուցեցին կաշառակեր Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգին, հա, թողնելով կատարյալ աղքատության մեջ բոլոր այդ ամբողջ ռեգիոնները,
որտեղ կարևորություն չկա, հա, այնտեղ կարևոր չի, որովհետև այնտեղ ինչն է կարևորը իրենք, հա, այդ կոնցենտրացված մասան Մոսկվայի, որին Պուտինը խոստացել էր հանգիստ թողնել, չէ՞, նրա կառավարման տասնամյակները, եթե ռեզյումե անենք, խոստացել էր ես ձեզ եմ հանգիստ թողնում, ինչ ուզում եք արեք, դուք էլ մեզ հանգիստ թողեք, ինչ ուզում ենք արենք, որ ասում եք սիտուացիա պատ կոնտրոլը, հա, այդ արտահայտությունը կար, KGB-ական այդ բանը կար, ուժը կա, մերթ հիշեցնում ենք, որ Ստալինը լավ տղա էր, որ վախը պահպանենք, եւ մենք գրփում ենք, դուք էլ ձեր համար ինչպես կարող եք աճ ու ձախ հարմարվեք ապրեք, այն ռեգիոններն էլ դե մի բան կշպրտեն կապրեն։ Ну, այսպիսի երկիր 30 տարի դա ենք տեսել։ Եվ հիմա գալիս ենք մի պահ, երբ որ արդեն մենք խոսում ենք ռոբոտաշինությունից, խոսում ենք նրանից, որ մենք այլևս մարդկությունը այլևս շատ ավելի հեշտ է ապրելու տասնամյակներ հետո, մարդկությունը մինչև 150 տարի կարող է ապրելու կյանք ունենալ, եւ վերջերս կան մարդիկ, որ այսօր ասում են երկրագնդի վրա դրանից ելնելով տեղ չի լինելու, ուրիշ մոլորակում տեղ ճարենք, որ մարդկությունը շարունակի եւ երկար ապրել եւ լավ ապրել։ Այս մարդկանց հետ մենք եկել ենք, խոսում ենք մի հատ RŽԴ-ի շատ կարճ կիլոմետրերից բաղկացած ինչ որ տարածքների կառավարման հարցում ու ես ձեզ ասեմ, այնքան շատ կարևոր է այստեղ այդ հանգամանքը ուզում եմ մենք ընդգծենք, էլի։ Մենք շատ ռացիոնալ ենք վարվում ռուսների հետ, ի տարբերություն նրանցից։ Նրանք մի տեսակ այսօր այն անկյուն հրված այդ բանի, հա, այդ կենթանոնոման, ասենց փորձ ամբողջ աշխարհին իրենց հանել են թշնամի եւ աճ ձախ տենց փորձում են բոլորին սխալ հանելով ապացուցել, որ այդ համակարգը իրենք են ճիշտը, իրենք են լավը, բայց հողի վրա այդպես չի, ինչի համար, որովհետեւ նույն Հայաստանի Հանրապետությունը շատ սառնասրտորեն մինչ օրս վարչապետի դեմքով բնականաբար փորձում է ամեն կերպ բալանսավորել, որովհետեւ գիտեք ինչ կա, ինչպես են սովետական ժամանակներում մինչև հիմա նրանք սիրում են, չէ, այդ բակային, այդ ինչպես ասենք, այդ կիսակրիմինալ, այդ հարգանքի մեջ եղած այդ արտահայտությունների մեջ իրենց խոսքի տերը լինել, իրենց տղայավարի պահել, խոսք ենք տվել սա, խոսք ենք տանում նա, եւ վերջո մենք եւ վերջո մենք մեզ պահում ենք շատ ճիշտ եւ պահել ենք միշտ շատ ճիշտ, եթե կարելի է այսպես ասել, հաշվի ենք առել, որ մենք գործ ունենք մի գերտերության հետ, չենք միջազգային հարթակներում ոչ կերպ ասել, այս մարդիկ բան են էլի ասենք, լուրջ խնդրեմ են հասարակության միջազգային հանրության համար, լուր ենք մնացել, շատ այսպես ասենք, լոյալ ենք մնացել շատ, մինչև հասել ենք այն պահի, որ պատերազմ ունեցել ենք, ջախջախվել ենք, հարձակվել են մեր վրա, խաբվել ենք ամեն կերպ, այդտեղ էլ ասել ենք լավ, խառն են իրանց գլխից, բայց գոնե մի հատ քաղաքական հայտարարություն արեք, այդտեղ հասկացել ենք, որ էդ էլ չկա, այդ խաղաղապահ զորքը տեսել ենք ինչպես են լուր դիտում հայերի արտահոսքը դեպի արտագաղթը դեպի Հայաստան, եւ այդ ամբողջից հետո այդ ամբողջ գործընթացներից հետո, որտեղ դաշնակից արտահայտության այդ դավաճանությունը զգացել ենք մեր մաշկի վրա, մենք էլի դիալոգը պահում ենք, գնում խոսում ենք, արտահայտությունները ասում ենք, գիտեք, մենք Ուկրաինան չենք, Ուկրաինան երբ որ մի պահ եկավ, նրանց պատմությունն է խառը, չեմ ուզում երկուսն էլ նույն բանով դիտարկենք, բայց Ուկրաինան ասեց ես մտնում եմ ՆԱՏՕ, նրանք էլ համարեցին, ահա մահանա կա ՆԱՏՕ, գրավենք եւ այլ մտնենք, կռիվը սկսենք։ Մենք ոչ մի հայտարարություն այդ ուղղությամբ չենք արել։ Մենք ռազմավարական խնդիրներ չենք առաջացրել Ռուսաստանին։ Հիմա այսօր որպեսզի ես ինչու այդպես գլոբալ մոտեցա այս հարցին։ Այսօր մենք եթե մտածում ենք, որ ինչ որ մի բան այն չենք անում եւ վախեր ունենք եւ ըստ այդմ տակից դուրս չեն գալու, ես այդպես չեմ կարծում։ Ես շատ ավելի պրագմատիկ ձևով կարծում եմ, որ թող լինի արբիտրաժային դատարան, բայց թող լինի ամեն ինչը շատ երկար, որովհետեւ
այստեղ գործը տնտեսական հարթակի վրա է եւ դրա համար են խոսում արբիտրաժային դատարանից։ Եվ վերջի վերջո դե թող արբիտրաժային դատարանը ասի եւ տեսնենք Ռուսաստանը ինչքանով է վճարողունակ արդյոք նա իր ողջ ռուսական RŽD-ն, որը մեռնելուց հոգեվարքի մեջ է, կարողանալու է այդ հոգեվարքի մեջ դուրս գալ իր մեր արչև վերցած պարտավորություններից եւ կարողանալ ապահովել մեզ այդ ճանապարհը, որովհետեւ եթե նա փորձելու է դա ձգել, այդտեղ է ինձ թվում խնդիրը, որ մենք պետք է թույլ չտանք, որ դա երկարաձգվի, որովհետեւ այստեղ արդեն մեր միջազգային գործընկերները հանդես կգան, բայց նաեւ միջազգային գործընկերները գործը սկսել են։ Եթե դրա ֆինանսավորման խնդիրն է, դրա լուծումներն է կգտնվեն։ Որովհետեւ մենք այսօր խաղում ենք այնպիսի միջազգային գործընկերների հետ, որ կարող են 10 հատ RŽD կառուցել։ Հաստատ։ Որ համախմբվեն, 10 հատ RŽD կկառուցեն, արդեն այսօր մյուս մոլորակներում են կառուցում, էլի։ Միացյալ Նահանգները այսօր արդեն գնում են ուրիշ մոլորակներ։ Ուզեմ ասել, այդ առումով ես պրագմատիկորեն ուզում եմ մնալ հանգիստ եւ չտրվել ոչ մի հույզերի։ Պարոն Ավագյան, եւ ամփոփենք Ֆրանսիայի ներքաղաքական զարգացումների շուրջ ձեր մեկնաբանությամբ Հայաստանը այդ նախընտրական թոհու բողն ավարտեց ընտրություններով, Ֆրանսիան նոր է մտնում եւ մտնելու, հա։ Շատ կարևոր փուլ է միջազգայինորեն։ 27 թվականին տեղի ունենալու նախագահական ընտրություններ եւ պարզ է, որ նախագահ Մակրոնը այլևս չի կարող իր տեխնատությունը դնել։ Սա ժողովրդավարություն է, էլի, Ռուսաստան չի, որ 25 տարի սահմանադրության պահանջն է, եւ Ֆրանսիայում մենք տեսնում ենք, որ էլի ռուսական ազդեցության դեմ պայքար է գնում, այսինքն նույնիսկ մեծ միջուկային տերություն լինելը, ՆԱՏՕ-ի անդամ լինելը, Եվրամիության անդամ լինելը, Ռուսաստանից հակառակ կողմում գտնվելը, հա, այդ մայրցամաքի վրա։ Նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ տենց 19-րդ դարից տենց ռոմանտիկ, հա, այն լենտանտ կորդիալ բան եւ այլ, այդ ամենը։ Բայց էլի ասում են բավական է եւ ահա արտաքսում են Մարգո Սիմոնյանի Russia Today-ի արդեն փակված Russia Today-ի տնօրենին, որը ռուս է, եւ զուգահեռաբար մենք տեսնում ենք այդ process-ը, որ Մարին Լեպենի հետ է կապված, որն էլ այդտեղ եւս լուրջ խնդիրներ կա։ Եվ բացի դրանից ռուս եկեղեցին ներկայություն ունի Ֆրանսիայի մշակութային կենտրոնը ինչ-որ աշխատացնում, որում Էյֆելյան աշտարակի հարևանությամբ։ Համեցեք մենք կարճ ժամանակ ունենք, խնդրեմ պարոն։ Փորձեմ ինչքանավոր է հակիրճ, այնքան որ այս պատմությունը բավականին շատ հետաքրքիր է ու կարող ենք որոշ զուգահեռներ, չնայած ժամանակը չի հերիքելու, բայց շատ հետաքրքիր ձևով այդ աղջկան ֆինանսավորում է ֆրանսիացի մի մեծ միլիարդատեր Վենսան Բոլորե անվամբ, Այս էլ Ֆրանսիայի Գագիկ Ծառուկյանն է, էլի, եթե կարելի է այսպես ասել, որովհետև այս մարդը մեդիա նաև տիրույթում է շատ մեծ ներկայություն ունի եւ նախագահական ընտրություններից ինչպես նշեցինք ամիսներ առաջ արդեն դիրքավորում է իր բոլոր մեդիա կառույցները նախընտրական կամպանիայի այդ ընթացքում Եվ ինչն է խնդիրը, ուրեմն Քսենիա Ֆեդորովա այդ կինը 45-ամյա կինը, որը սկսել է որպես Մարգո Սիմոնյանի տնօրեն Russia Today, որը փակվեց, ղեկավար դեռ Էմանուել Մակրոնի ընտրման հենց եթե կհիշեք Մակրոնը հենց ընտրվեց առաջին իսկ առիթով Վերսալյան պալատ հրավիրեց նախագահ Պուտինին եւ հենց Վերսալյան պալատում պրես կոնֆերանսի ժամանակ հենց այդ նույն Քսենիան հարց տվեց Մակրոնին թե ինչու Russia Today-ը եւ այլը եւ Մակրոնը շատ հանգիստ Պուտինն էլ կողքը ասեց որ ռոպագանդայի որևիցե գործիք չի կարող համարվել ժուրնալիզմ եւ որ ժուրնալիզմը այստեղ վերացած է մենք գործ ունենք մի ագենտուրայի ցանցի հետ որի դեմ պետք է պայքարել եւ
եւ դա ասեց նախագահ Պուտինի կողքը, հա, հենց այդ միասին եւ այդ նույն կինը տարիների ընթացքում մի տեսակ անհետացավ, հետո այս Վենսան Բոլորեի մեդիա խմբում հայտնվեց եւ այնքան հայտնվեց, որ լրատվական մի ալիքում նա ունի իր հաղորդաշարը, շատ հաճախ նրան կանչում է եւ նա տալիս է կրեմլյան բոլոր նարատիվները։ Հիմա այդ կրեմլյան նարատիվները բոլորս գիտենք, չխորանանք դրա մեջ, ընդհուպ միջև դե ուկրաինացիները հարձակվեցին, ուկրաինացիները այսպես եւ այսպես, եւ մի պահ եկավ, որ որոշվեց, որ չէ, այստեղ արդեն օգտագործելով խոսքի ազատությունը, որը սրբություն է Ֆրանսիայում, եւ այդ խոսքի ազատությունը օգտագործել, որպեսզի կրեմլյան նարատիվներ տարածել, դա արդեն վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի հասարակությանը եւ դա օրենքով է, հա, պաշտպանված։ Դուք չեք կարող այսօր, դա terrorizmi պես մի բան է, terroristական գործունեության պես նույն հոդվածն է, եթե կարելի այսպես ասել, եւ ձեզ կարող են շատ արագ զրկել եւ կացությունից եւ անձնագրից, երբ որ դուք արտասահմանցի եք, հա, ձեր եւ եկել եք արտասահմանից։ Հիմա ծայրահեղ աչակողմյան ուժերը Մարին Լպենին ենք նշում, բայց Մարին Լպենի կուսակցությունը պաշտոնապես դրա մասին չի խոսում, Մարին Լպենի կուսակցությունը պաշտոնապես հերքում է, թե Պուտինի հետ կապ ունեն, չնայած գնացել հանդիպել, չնայած Պուտինի հետ կապված գերմանական բանկից են նրանք ֆինանսավորումներ ստացել ժամանակին եւ այսպես թե այնպես նրանք այս ծայրահեղ աչակողմյանները նաեւ որոշ կաթոլիկ ուժեր, հա, որոնք տրամադրված են արագ համագործակցության գալ Ռուսաստանի հետ, ի հեճուկս այդ Ուկրաինայի, որից մենք գլուխ չենք հանում եւ վերջի ուժերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր պրինցիպով եւ ռուսները մեր լուրջ բարեկամներն են, նրանք առաջ են մղում այդ գիծը, որի դիմացը շատ կոնկրետ ձևով արվեց, այսինքն այդ աղջկան հանեցին պետության ճշտամի եւ արտաքսման որոշում ընդունվեց, դա էլ հերիք չի, երեք որոշվեց, որ նրա բոլոր ակտիվները սառեցվում են մոտակա 6 ամսում։ Այսինքն այդ աղջկան արտաքսելու են Մոսկվա, այսպես թե այնպես դնելու են ինքնաթիռ արտաքսեն։ Դա բացառիկ դեպք է, որովհետեւ այդ աղջիկը հասել է այս ընթացքում այստեղ 10 տարվա այս բանը կացության իրավունքը ստանալ, այդ Վենսան Բոլորեի կողմից, որը միլիարդատեր է, ֆինանսավորվում է եւ այդ բոլոր, ուրեմն այդ բոլոր այդ ծայրահեղ աչակողմյան այդ սֆերան, պրոպուտինյան բոլոր սֆերան հիմա զարթնել է եւ գոռում գոչում են խոսքի ազատության խախտման մասին, այ մարդ մեկն էլ որ նայ ասի այստեղ ինչ խոսքի ազատություն, երբ որ մի փոքր այսպես ռուսական Գեբելս եք ներդրել Փարիզում եւ փորձում եք այսինքն դա պուտինյան ցինիզմն է եւ ուզում եմ ասել դուք տեսեք Ֆրանսիան այդ պայքարը տանում է շատ կոնկրետ, այսինքն նախագահական ընտրություններից առաջ դաշտը մաքրում են, որպեսզի այդ ընտրությունները կատարվեն առանց կողմնակի ազդեցությունների եւ միջամտության։ Հիմա դուք ինչ եք ուզում, երբ որ Ֆրանսիայում այսպիսի միջամտություններ են գնում, Հայաստանում չլինեն այդ միջամտությունները ու բացառիկ այդ տիպի ցինիզմով, հա, տեսնում ենք էլի, ասենք իրենց օլիգարխին ուղարկել են, տենց ասին դե Իվանիշվիլին բանը ոնց որ աշխատեց այդ հնարքը այնտեղ աշխատեց, մի հատ էլ ուղարկենք Հայաստանում աշխատի, այդ արանքում երևի չհասկացան, որ ժամանակ անցել, որ մենք տեսել ենք ինչ ա եղել Մոլդավայում, Վրաստանում եւ վերջ-վերջո խոհեմ ժողովուրդ ենք, այ մարդ, այս ժողովուրդը ինքի ոտքով այդ հեղափոխությունը 18 թվականին արել, որպեսզի ձերբազատվի այդ կախման վիճակներից եւ դե ֆակտո պատերազմում տեսնելով դաշնակցի բացակայությունը իր համար արել է հետևություններ եւ այդ հետևությունների հետևից գնում է։ Այսինքն ուզում եմ ասել, որ Ֆրանսիան երկրի ներսում այդ պայքարը մղում է ու ձեզ ասեմ, էլի, շատ այն ինչի մասին հիմա մենք խոսում ենք, դրանք արդեն օրենքի հետ կապված, դավաճանության հետ կապված հոդվածներ են, այսինքն դրանք բաներ են, որոնք արդեն գիտեք, որտեվ այդ դրա մասին ծառայությունները գիտեն, ուղղակի էս մի պահ է գալիս, որ արդեն տեսնում են, որ հասունացել է պահը, որ պետքա այդ
հարցի լուծումը տրվի։ Հիմա ուրիշ բան է, որ այդ հարցի լուծումը արդյոք նմանատիպ հարցերի լուծումը կտրվի մեզ մոտ, որովհետև մեզ մոտ էլ մի մեծ գործակալական ցանցիկներ դες կան լրագրողական տեսքով, չգիտեմ, եթե դրանց կարելի է լրագրող էլ ասել, որտեղ լրագրող էլ չէ, նայեմ արդեն այնպեսի հարցեր են տալիս, այնպեսի կողմնակալ հարցադրումներ են հնչում մերթ, որ ասում ես ինչքանով ես այդ հարցը առել կամ չգիտեմ, այսինքն այստեղ այս խնդիրը կա լուծելու, ինչևէ ես կարծում եմ, որ այս ամբողջ առողջացման գործընթացի մի մաս է եւ Ռուսաստանի հնարավորությունները ինչքան հնարավոր է փակվում են եւ ամենայն դեպս պայքար մղվում է ամենօրյա դաշտում, սրանք հիբրիդային, այդ հիբրիդային պայքարը մոռացել ենք, հա, շատ մատնանշում ենք նախընտրական բանում, բայց դա շարունակվում է եւ դա շարունակվելու է, ինձ թվում է մենք ուղղակի գործ ունենք նաեւ մարդկանց հետ, որոնք կորցրել են իրականությունից կտրված են, հա, մի իշխանություն, որոնք կտրված են իրականությունից, միգուցե թեև հոգեկան խնդիրներ կան, պետք է շատ զգուշ վարվել այդ մարդկանց հետ, դրանով են նրանք վտանգավոր, որտեղ կարող են շատ հաճելի ձեռքով ժպտալ, բայց ցինիկ կերպով անել արտահայտություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն իրականության հետ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ավագյան, ձեր այս շատ կարևոր մեկնաբանությունների եւ գնահատականների, նաեւ տեղեկությունների համար, որ ներկայացրեցիք մեր հարգարժան հետևորդներին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, ամենայն բարիք։ Դե ինչ, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, շնորհակալ եմ ուշադրության համար, հետևեք մեր հրապարակումներին, բաժանորդագրվեք Ռուբեն Մեհրաբյան Talks ալիքին, մեկնաբանեք, սեղմեք զանգակը, որ տեղյակ լինեք մեր հետագա թողարկումների վերաբերյալ։ Ամենայն բարիք։